Բարև ձեզ։ Մեդիա դարձյալ գտնվում է Մոսկվա քաղաքում, որտեղ մենք կզրուցենք Հայոց համազգային միասնություն կուսակցության նախագահ, հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար եւ նախկին падգամավոր Միրան Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, ես հիշում եմ, որ 1 տարի առաջ այս օրերին այստեղ Մոսկվայում դուք ինձ հետ զրույցում հայտարարեցիք Հանրապետական կուսակցությունից դուրս գալու եւ ձեր կուսակցությունը հիմնելու, Հայոց համազգային միասնություն կուսակցությունը հիմնելու եւ դրանով ենթադրվում էր, որ բուրըն քաղաքական process-ների մեջ մտնելու մասին։ Մենք որոշակի դրսևորումներ իհարկե տեսանք այս 1 տարվա ընթացքում Հայաստանում ձեր կուսակցության կողմից, բայց եթե մենք 1 տարին ամփոփենք, ապա ինչ հասցրեց անել ձեր կուսակցությունը, ինչ չհասցրեց, արդյոք ակնկալիքները արդարացան թե ոչ, որովհետև մարդկանց կողմից էլ իսկապես ակնկալիքներ կային, որոնք գուցե եւ այդքան էլ չեն արդարացել։ Այո, այսօր 1 տարեկան է Հայոց համազգային միասնություն կուսակցությունը եւ 1 տարի առաջ Հայոց համազգային միասնություն կուսակցության ստեղծումը դա ինքնանպատակ չէր։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը ստեղծվեց այն բանից հետո եւ մենք կորցրեցինք Արցախը, երբ թշնամին ոտք էր դրել արդեն հայոց հողի վրա։ Եվ դրանից հետո մենք որոշեցինք ստեղծել Հայոց համազգային միասնություն կուսակցությունը, որը եւ սկսեց ակտիվ իր գործունեությունը։ Ինչ արեցինք մենք 1 տարվա ընթացքում։ Նախ եւ առաջ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրիլի 9-ին առաջինը կազմակերպեցինք իրազեկման երթ։ Իրազեկման երթ, որը որ կապված էր Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի գյուղերի հանձնման մասով։ Եվ մեր կուսակցության անդամները մատենան դրանից հրապարակ իջան, այնուհետ կառավարության շենք բարձրաձայնելով եւ իրազեկելով մեր հասարակությանը, որ հասնում է այս վտանգը, որ կա այս խնդիրը եւ վարչախումբը դավադիր պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ հանձնելու այդ գյուղերի մի մասը։ Ինչևէ, ունեցանք ինչ ունեցանք եւ հանձնվեց, բոլորս տեսանք, որպես փաստ, ինչ կատարվեց եւ հանձնվեց այդ գյուղերի մի մասը, հանձնվեց կարևորագույն դիրքերը եւ կարող եմ ասել, որ մի կողմից, այո, մենք կարելի է ասել, որ չհասանք այն նպատակին, որ այդ գյուղերը չհանձնվի, մյուս կողմից մենք ունեցանք նաեւ որոշակի հաղթանակներ։ Որն էր այդ հաղթանակը։ Նախ նշեմ, որ իրենք գյուղերի մասով ասում են դրանք Հայաստանի տարածք չեն, Հայաստանի Հանրապետության 29743 կիլոմետրից որևէ սանտիմետր չի տրվել թշնամուն։ Իրենք այդպես են ասում։ Սա մեկ եւ երկրորդը որն էր հաղթանակը, եթե ի վերջո տվեցին։ Ես անցյալ հարցազրույցն էլ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունից մի թիվ հող հանձնելը թշնամուն, դա բացառված է եւ դա բացառվում է եւ դա դավադիր պլան է, ով ինչ է ասում, ամենքը կարող է ինչ-որ բան ասել, բայց փաստը արձանագրված է, որ այդ գյուղերի մի մասը տրված է թշնամուն, փաստը արձանագրված է, որ թշնամին գտնվում է հայոց աշխարհում, Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր թշնամին գտնվում է, եւ հարց եք տալիս ինչին հասակ, ինչին հասանք, նրան հասանք, որ այսօր սահմանազատման գործընթացը ես հայտարարում եմ, որ կանգնեցված է, դա փաստ է արձանագրված, սահմանազատման գործընթացը այսօր կանգնեցված է, դա ձեր շնորհիվ, դա այն ուժերի շնորհիվ, որոնք որ կարողացան ոտքի հանել ժողովրդին եւ գործող վարչախումբը տեսավ, որ կարող է իր աթոռը կորցնի։ Եվ սահմանազատման գործընթացը կանգնեցված է, այո, գործող վարչախումբը կարողացավ այսօր Ալիևի հետ գալ համաձայնության, որ սահմանազատման գործընթացը տարա ժամկետի, այսինքն ժամանակ վերցնի միջև հերթական ընտրությունները։ Հերթական ընտրությունները հաղթելուց հետո Աստված մի արասցե, եթե դա իրականություն լինի, գործող վարչախումբը
հանձնելու է ամեն ինչ, ինչ Ալիևը պահանջի։ Ալիևի պահանջներն են։ Չմոռանանք։ Ալիևը ինչ է պահանջում։ Ալիևը խոսում է 300,000 ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության տարածք ընդգրկելու մեջ։ Միջանցք տալ, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության պահանջից հրաժարվել, միջազգային ատյաններում դատական բոլոր հայցերից հրաժարվել եւ պատմությունը մոռանալ, Արցախը մոռանալ։ Մենք պետք է հասկանանք Ալիևի խնդիրը լինելու է ընդհանրապես հայոց գենի վերացումը եւ կա հայոց գենի վերացումը, հայկական գենի վերացումը։ Պարոն Պողոսյան, ընտրություններին դեռ կանդրադառնանք, բայց դուք որ ասում եք կանգնեցվեց սահմանազատման գործընթացը ինչ որ ուժերի պահանջով, որոնք ժողովրդին ոտքի էին հանել, երևի սրբազան շարժումը նկատի ունեք։ Սրբազան շարժումը փաստացի չկա այս բան, տապալված է։ Բագրատ Սրբազանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ եթերներ է մտնում, ինչ-որ ուղերձներ է հղում, բայց այդքանով ավարտվել է ամեն ինչ, չնայած նրան, որ ինքը ժամանակ էր տվել, կես ժամ, մի ժամ, 4 օր, չգիտեմ, մի շաբաթ, եւ ժողովուրդը գնալով ծրվեց։ Դուք էլ եք մասնակցում այդ շարժմանը, ես հիշում եմ։ Հիմա սենց ամեն անգամ ժողովրդին դուրս հանել, ոտքի կանգնեցնել, հանել փողոց, որ հեսա իշխանապողություն ենք անում, ամեն անգամ հիասթափեցնել, ուղարկել տուն։ Այսպես միջև որ եք հասնելու։ Ես նշեցի, որ միգուցե փոքր, բայց հաջողություն կա։ Հաջողությունը կանում է նրանում, որ սահմանազատման գործընթացը գոնե հետաձգվել է։ Աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Աշխարհը փոխվել է եւ Զելենսկու, Նիկոլի, Սաակաշվիլու ժամանակաշրջանը ավարտված է։ Մենք բոլորս տեսնում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է արկածախնդիր, վախկոտ, խաբեբա եւ սեփական աթոռը պահելու համար պատրաստ կործանելու երկիրը, մեր երկիրը անձնավորություն։ Մենք տեսանք, որ փետրվարի 28-ին Տրամպի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին ուներ հրաշալի հնարավորություն րոպեների ընթացքում կանգնեցնել պատերազմը։ Բայց ավաղ անշնորհք ղեկավարի պահվածքը եւ սեփական ամբիցիան եւ սեփական ուժերի գերագնահատումը բերեց նրան, որ բանակցությունները չսկսած Զելենսկին տապալեց այդ բանակցությունները։ Իսկ պատերազմի դաշտում ամեն օր զինվորներ են մահանում։ Այսինքն այս մարդկանց համար կարևոր է իրանց ամբիցիան եւ կարևոր է իրանց անձը։ Ես ուզում եմ զուգահեռներ բերել մեր վարչախմբի ղեկավարի մասով։ Մենք նույն խնդիրը ունեցանք 44 օրյա պատերազմի ժամանակ։ Որ կարող էր կանգնեցնել։ Երբ որ Պուտինը մի քանի անգամ առաջարկ արեց կանգնեցնելու պատերազմը, իսկ վարչախմբի ղեկավարը սեփական եսը վերադասելով եւ ճիշտ չկողնորոշվելով մերժեց բոլոր առաջարկները եւ վերջում ընդունեց ամենավատթարագույն առաջարկը եւ մենք ունեցանք ինչ այսօր ունենք։ Դրա համար ես նորից ասում եմ, որ եկել է ուժեղ լիդերների ժամանակը։ Դուք եք այդ ուժեղ լիդերը լինելու։ Ժողովուրդը կգնահատի ով է ուժեղ լիդերը, բայց այն որ Զելենսկու, Նիկոլի եւ Սահակաշվիլի դարաշրջանը ավարտված է, դա փաստ է։ Լավ, բա ինչ եք առաջարկում, պարոն Պողոսյան։ Հիմա ես երկու անգամ այստեղ ձեզ հետ հարցազրույց եմ արել, գնում եմ Հայաստան, ինձ ասում են ինչ է գնացել Մոսկվայում նստել, Մոսկվա City 57-րդ հարկում, այս գեղեցիկ տեսարանի ֆոնին նստած, կարծիքները հայտնում, գնահատականները հայտնում, ասում է, այս պետքա լինի, այն պետքա լինի, թող գա Հայաստան այդ ամեն ինչը անի։ Իհարկե իշխանական կողմն էլ ասում են թող գա Հայաստան, մի հատ կանգնի
պատասխանատվության առջև, դատարանի առջև, որտեղ ձեր նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, բայց հասարակության մեջ այսպիսի տրամադրություններ կան այն գործիչների մասին, որոնք Հայաստանում չեն, դրսում են, եւ նրանց նաեւ ասում են, որ դուք փախել եք Հայաստանից, չգիտեմ, եկել եք Մոսկվայում տակուկ կյանքով եք ապրում, հիմա էլ ընդեղից ուզում եք այդտեղ process-ներ գեներացնեք։ Ինչ եք Ես առաջարկում։ ցանկացել եմ վերադառնամ Հայաստան պատերազմի իսկ առաջի օրերին եւ օֆիցիալ գրություն եմ ուղղել գործող վարչախմբի ղեկավարին եւ ստացել եմ մերժում։ Ես գտնում եմ, որ լինելով ոչ Հայաստանում, այսօր ես ել ավելի կարող եմ օգուտ բերել Հայաստանին, իմ պետությանը, քան լինելով Հայաստանի բանտերից մեկում։ Իսկ գործող վարչախումբը առիթը բաց չի թողի այդ անելու։ Դրա համար, այո, ես իմ գործունեությունը ծավալում եմ այսօր Մոսկվայից։ Ինչ վերաբերում է տաքուկ կյանքին, բազմիցս ասել եմ, որ ես ունեմ այդ հնարավորությունը տաքուկ կյանքով ապրելու։ Եվ եթե ես ինձ համար միևնույն լիներ Հայաստանի ապագան եւ Հայաստանի ներկան, հավատացած եղեք, այսօր ես չի մտնի ակտիվ քաղաքականության մեջ, այսօր Հայոց համազգային միասնություն կուսակցություն չեր բացվի եւ այսօր մեր հարցազրույցը տեղի չէր ունենա։ Ես ուզում եմ մենք խոսենք Արցախից։ Ես ուզում եմ ասեմ, որ այսօր ինչ տեղի ունենում Բաքվում այս դատավարությունը, դա ընդհանրապես մեր ամբողջ հայության խայտարակությունն է։ Բաքվի բանտերում Արցախի ղեկավարության լինելը դա հայ ազգի խայտարակությունն է։ Դատում են ամբողջ մի ազգի, չեն դատում մարդկանց։ Եվ թող որևիցե մեկը վաղը չզարմանա, որ այս ամենից հետո այս կամ այն երկրում կարող են առաջանալ խնդիրներ այն մարդկանց մոտ, ովքեր որևիցե կապ են ունեցել Արցախի հետ։ Դատում են այն մարդկանց, ովքեր որևիցե կապ ունեցել են Արցախի հետ։ Եվ թող որևիցե մեկը չզարմանա, որ այս կամ այն երկրում խնդիր կառաջանա իրենց հետ կապված եւ իրենք կձերբակալվեն եւ կարտահանձնեն Ադրբեջան։ Դուք դրա լուծումը տեսնում եք, Բաքվի բանտերից այդ մարդկանց հանելու որևէ ճանապարհ տեսնում եք, այս իշխանության օրոք կամ այս իշխանությունից դուրս այլ ուժերի մասնակցությամբ։ Մենք խնդիր ունենք ուժեղ լիդերի, ես նորից դրա մասին ասում եմ։ Մենք խնդիր ունենք վերականգնելու մեր վաղեմի հարևանների, դաշնակիցների հետ հարաբերությունը։ Մենք խնդիր ունենք Ալիև հետ խոսելու հավասար դիրքերից։ Միջև մենք այդ խնդիրները չլուծենք, մենք չենք կարող մեր հայրենակիցների խնդիրների համար նեցուկ լինել։ Եվ ուզում եմ բոլորս մի բան հասկանանք, որ այսօրվա վարչախումբը դա միջանկյալ խնդիր է։ Մեր հիմնական խնդիրը լինելու է այդ միջանկյալ խնդրից հետո։ Դա Ալիևի հետ բանակցությունների սեղանին նստելն է եւ հավասար դիրքից խոսելն է։ Մենք ոչ մի դեպքում չպետք է ԵԱԿ խմբի Մինսկի լուծարման մասին մտածենք։ Եթե մենք այսօր Աստված մի արածցե ԵԱԿ Մինսկի խումբը լուծարեցինք, մենք ել ավելի խորացնում ենք Արցախի եւ Արցախահայության խնդիրը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կարճելու տեղ եւ մենք պետք է դա անպայման օգտագործենք։ Էթնիկ զտման փաստը պետք է անպայման բերել բանակցային սեղան։ Նիկոլի Պրահայում արած հայտարարությունը դարձավ դատավճիռ Արցախի համար։ Դա եկեք մի փաստը նաև արձանագրենք, որ այդ հայտարարությունը նաև կապեց Ռուսաստանի Դաշնության ձեռքերը։ Եվ այդ ամենից հետո մենք ունենք այն իրականությունը, ինչ մենք ունենք։ Մեզ պետք է նոր բանակցող,
մեզ պետք է ուժեղ լիդեր։ Ապաշնոր, թույլ, վախկոտ լիդերների ժամանակը, ղեկավարների ժամանակը արդեն անցել է։ Լուծելով միջանկյալ խնդիրը, որը որ ավելի քան վստահ եմ, թե հերթական, թե արտահերթ ընտրություններով դա լուծվելու է, մենք պետք է խոսենք արդեն Ալիևի հետ հավասար մակարդակի եւ հավասար պայմաններում։ Իսկ դա հնարավոր է։ Դա հնարավոր է միայն ուժեղ լիդերի առկայությամբ։ Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Նացականյան եւ բոլոր մնացած հայրենակիցները, որոնք պատանդ են այսօր Բաքվի բանտերում, պետք է դառնան հայության միասնության, համայն հայության միասնության պատճառ։ Պետք է հայրը արթնանան։ Մենք բոլորս այսօր Բաքվում դատվում ենք։ Մենք պետք է հասկանանք, որ Բաքվում դատվում է հայի պատիվը։ Բաքվում դատվում է հայի գենը։ Եվ բոլորը պետք է ոտքի կանգնեն, բոլորը պետք է սա պետք է առիթ հանդիսանա, որ համայն հայությունը ոտքի կանգնի։ Եվ ես ուզում եմ այսօր ինչքանով հասանելի կլինի իմ ձայնը մեր հայրենակիցներին, որոնք որ գտնվում են Բաքվի բանտերում, ուզում եմ խնդրել իրենց, հորդորել, որ իրենց առողջությունը գնահատեն եւ պահեն, նույն Ռուբեն Վարդանյանին, որովհետեւ երկար չի մնացել եւ այս գործող վարչախումբը հեռանալու է։ Պարոն Պողոսյան, այդքան որ ասում եք պետք է ոտքի կանգնել, շատ լավ, թող ոտքի կանգնեն։ Մի անգամ ոտքի կանգնեցին, նորից հիշեցնում Սրբազան շարժումը։ Հետո գնացին տուն։ Անցած տարի եք նույն բանը ասում, որ պետք է ոտքի կանգնել։ Այս 5 տարի է տարբեր ընդդիմադիր ուժեր են ասում, որ պետք է ոտքի կանգնել։ Այս ժողովուրդը ոտք չունի, չի ուզում կանգնի, թե կանգնում են, հոգնում են, գնում են տուն նստելու, թե ինչ-որ մի բան խանգարում է։ Եվ ի վերջո մենք եկանք հասանք 26 թվականի ընտրությունների նախաշեմին արդեն։ Հիմա պետք է ոտքի կանգնենք, որ ընտրություններից առաջ Նիկոլին հեռացնենք 10 օր առաջ, թե գնանք ընտրություններով հեռացնենք։ Ուրեմն մենք պետք է ցանկացած առիթ բաց չթողենք գործող վարչախմբին հեռացնելու։ Դա կլինի արտահերթ, թե դա կլինի հերթական ընտրություններ։ Արտահերթի հույս կա, պարոն Պողոսյան։ Եթե լինի ինչ-որ կայծ, որը կտանի արտահերթ ընտրությունների, ապա մենք պատրաստ պետք է լինենք արտահերթ ընտրություններով։ Որն է այդ կայծը։ Այդ կայծը Շո բան նորից հանձնի դառնա դա կայծ։ Այդ կայծը կարող է լինել պատմության կրկնումը։ Գործող վարչախումբը վախեցավ Կիրանցի ոսկեպարի եւ Բաղանիսի հանձնումից հետո այդ քայլերը կրկնելու։ Եվ նորից եմ կրկնում։ Վստահ եք, որ դրանից Սահմանազատման գործընթացը կանգնեց։ Եթե չլիներ 1 տարվա ոտքի կանգնելը, ժողովրդի ոտքի կանգնելը, եթե չլիներ, հավատացած եղեք, որ այսօր մենք Տիգրանաշեն չենք ունենա։ Ես նախորդ մեր հանդիպման ժամանակ ասացի, որ Տիգրանաշենի խնդիրը քննարկված եւ լուծում ստացած է արդեն։ Եվ դա փաստ էր։ Հիմա էլ է դա փաստ։ Բայց միայն ժողովրդի ոտքի կանգնելը փրկեց Տիգրանաշենը։ Բայց Տիգրանաշենը փրկված չի։ Բայց մնացած Ալիևի պահանջները չկատարելը դա ժամկետի հետաձգում ընդամենը։ Եվ նորից եմ կրկնում, Աստված մի արածցե, եթե գործող վարչախումբը վերարտադրվի, այդ ժամանակ արդեն մենք կտեսնենք, թե ինչ խորը փոստ են գնում Հայաստանի Հանրապետությունը։ Աստված 2 անգամ արդեն արածցե, պարոն Պողոսյան, եւ ձեր ասած գործող վարչախումբը մի անգամ ընտրվել է, ընտրվում նաեւ ձեր մասնակցությամբ ու ձեր թեթև ձեռքով խորհրդարանում, երկրորդ անգամ նաեւ ժողովուրդը գնաց 680,000 մարդ, պատերազմից հետո մարդկանց զոհերի դիակները դեռ թարմ, գնաց նորից ընտրեց իրեն։ Հիմա բա որ երրորդ անգամ ընտրի Փաշինյանին, էլի ինչ աստուն եք մեղադրելու։ Մենք աստվածավախ մարդիկ ենք
եւ հավատում ենք Աստծուն, բայց մենք ամեն օր աշխատում ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք, այսօր մեր հանդիպումն էլ է աշխատանք։ Մենք ամեն օր աշխատում ենք, մենք ամեն օր իրազեկում ենք, մենք ամեն օր փորձում ենք ոտքի հանել մարդկանց եւ կանգնեցնել այն արհավիրքը, որը կախված է Հայաստանի Հանրապետության գլխին։ Եվ եթե լինի արտահերտ ընտրություններ, իսկ դրա հավանականությունը շատ քիչ է, որովհետև վարչախումբը ունի պայմանավորվածություններ մեր Անդիմադիր ուժերի հետ։ թշնամիների հետ։ Թշնամին։ Այո, վարչախումբը ունի պայմանավորվածություն մեր թշնամու հետ, մասնավորապես Ալիևի հետ։ Քանի որ վարչախումբը ուզում է ստանալ նոր մանդատ եւ կատարի Ալիևի ցանկացած պահանջ։ Իր փոխպատ է մանդատը, ուզում է փոխարինի, չգիտեմ, Տիտանի մանդատով։ Բայց մենք դա թույլ չենք տալու։ Դա չի լինելու։ Իդեպ ես պատահական չհարցրեցի անդիմադիր ուժերի հետ, որովհետև Հայաստանում այդպիսի տրամադրություններ կան, ասում են, սաղ իրար հետ են։ Ոչ մեկին չեն հավատում, նախկիններ, ներկաներ, այդ երկուսի արանքը, ապագա, ոչ մեկին չեն հավատում։ Դուք հիմա տարանջատվել եք ըստ էության նախկին իշխող ուժի մաս չեք, այլևս ձեր առանձին գծով եք գնում, ուղիղ ասոցիացիա չունեք որևէ ուժի հետ, կարծում եմ երևի, չգիտեմ։ Բայց անդիմությունը վերջին օրերին, այս օրերին էլ ինչ ես Մոսկվայում եմ գտնվում, բարի բուն իմաստով իրար են ուտում։ Նախկին տարբեր իշխանավորներ, տարբեր թիմեր, տարբեր նախագահներ։ Դուք ո՞նց եք պատկերացնում այս պայմաններում այսպիսի մթնոլորտում միավորումը։ Անդիմությունը ավելի քան հասկանում է։ Ներողություն, Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն ավելի շատ իրար դեմ են պայքարում։ Ինչի՞ շահում է Նիկոլը բնականաբար։ Համաձայն եմ, այդ մտքի հետ համաձայն եմ, բայց կա մի փաստ, որ բոլորը հասկանում են, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Բոլորը հասկանում են, որ գործող վարչախումբը ամեն օր խորացնում է Հայաստանի համար այն փոսը, որը կարող է լինել վերջնակետը։ Եվ ես ավելի քան հավատացած եմ, որ 26 թվականի ընտրությունները կլինի վարչախմբի վերջի կետը եւ դրանից այն կողմ վարչախումբը չի ապրելու։ Վարչախումբը չկա ոչ մի պատճառ եւ հնարավորություն, որ վարչախումբը դրանից հետո ունենա կյանք։ Եվ այս միջանկյալ խնդիրը ժամանակի հարց է։ Բոլորը հասկացել են, ժողովուրդը հասկացել է եւ վարչախմբի խրխրոցը արդեն լսվում է։ Եվ մենք պետք է այսօր պատրաստվենք այս միջանկյալ խնդիրը լուծելուց հետո Ալիևի հետ հավասար դիրքերից խոսելու։ Մենք այսօր դրան պետք է պատրաստվենք։ Իսկ ընտրություններին դուք պատրաստվում եք։ Մենք ընտրություններին պատրաստվում ենք ամեն օր։ Մենք, ինչպես գիտեք, մեր գրասենյակները թե Հայաստանում, թե արտերկրում աշխատում են եւ մենք հավաքագրում ենք այն բոլոր առողջ ուժերը, որոնք այսօր մտածում են Հայաստանի այսօրվա եւ վաղվա օրվա համար։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Արցախայցյան խնդիրները սոցիալական, որը վարչախումբը պարզապես տապալել է։ Պետական պարտք 12.8 միլիարդ ամեն հարցազրույցը տալուց հետո 1 միլիարդ ավելանում է պետական պարտքը։ Հարկային բեռի ավելացում։ Տնտեսվարողները պարզապես շոկի մեջ են։ Եվ հարկային բեռը շեշտակի ավելացել է։ Հայտարարագրերի պարտավորեցում։ Սա մեկ անգամ եւս խոսում է նրա մասին, որ վաղը ամենքի գրպանը մտնելու են։ Տրանսպորտի թանկացում, հայտարարություն, փոխանակ ընդհանրապես վերացնեն տրանսպորտի գինը եւ սուբսիդավորեն, եւ մենք ունենք այդ ռեսուրսները, եւ մենք պարտավոր ենք դա անելու, այլ ոչ թե քաղաքային տրանսպորտը սարքենք բիզնես եւ ասենք 300 դրամ տվեք, որ նոր ավտոբուսներ բերենք։ Այսինքն սա
պարզապես ապաշնոր կառավարման արդյունքն է։ Սա պարզապես ապաշնոր կառավարման հերթական ապացույցն է։ Իրե պարոն Պողոսյան, դուք ասացիք ամեն հարցազրույցից հետո պետական պարտքը 1 միլիարդով ավելանում է։ Ես հիշեցի, որ մեր ամեն հարցազրույցից հետո նաև ձեր բիզնեսներից մեկն է փակվում։ Առաջին հարցազրույցից հետո կան ձեր հետևից ու ձեր բիզնեսների հետևից Հայաստանում, երկրորդ ինչ որ բաներ փակեցին, երկրորդից հետո էլի ինչ որ Կեչարիսի հետ կապված գործընթացներ եղավ, Չայխանան, այսինքն այն բոլոր բիզնեսները, որ Հայաստանում ձեր հետ են կապվում, չգիտեմ, նատախ տարիներ ոնց որ խնդրի առաջ կանել է։ Հիմա այս երրորդ հարցազրույցից հետո ինչ է սպասում։ Արդեն պլանավորել եք որն եք փակել, որն են փակելու կամ գուցե ինքնական գնաք փակեք, որ ես հասկանում եմ, որ դու չես կարող սուր հարցեր չտալ եւ ես քեզ ընդունում եմ, որ դու կաս, շատ լավ է այդ ամեն ինչը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք մի բան, որ Արցախ ենք կորցրել։ Մենք Արցախ ենք կորցրել։ Մենք Հայաստան ենք կորցնում։ Ինչ բիզնեսի մասն ենք խոսում։ Մենք կորցնում ենք եւ կորցրել ենք այն բաները, որոնք որ ամեն ինչից վեր են։ Ինչ բիզնեսի մասին մենք կարող ենք այսօր խոսել։ Մենք այսօր ամեն օր կորցնում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը։ Մենք պետք է արթնանանք։ Մենք պետք է արթնանանք եւ աչալուրջ լինենք եւ պետության ղեկը պետք է տանք ամուր ձեռքերի մեջ։ Այն բիզնեսի, որը որ ասում են, որ դուք արել եք պետության հաշվին, չգիտեմ, հայրենիքի հաշվին, անօրինական միջոցներով, այդ բիզնեսները նկատի ունեն նաև այնտեղ։ Ես կարծում եմ, որ ինչ են ասում, ով է ասում եւ ոնց է ասում։ Ամեն ինչը արդարացությունը որոշում է։ Ես կարծում եմ, որ եթե մենք այսօր հայացք նետենք հետ, մենք շատ լավ կտեսնենք, թե ինչից հետո ինչ եղավ։ 16 թվականին օֆշորից էին խոսում։ 2 տարի առաջ կոկայինից էին խոսում։ Եվ ես ձեզ Ինչ եղավ այդ օֆշորի դեմ։ Ես ձեզ կոկայինի կհասնենք։ երբ որ դուք ինձ հարցրեցիք կոկայինի մասին, ես ասացի, որ այդ նույն փուչիկն է, որը օֆշորը եղավ։ Նույն փուչիկն է, պայթելու է եւ բոլորը տեսնելու են։ Օֆշորը ձեր իշխանության ժամանակ եղավ։ Օֆշորը 16 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հարուցվեց եւ փակվեց երբ Փաշինյանի օրոք։ Շնորհակալություն հայտնենք Փաշինյանին։ Գործող վարչախմբի օրոք օֆշորը փակվեց։ Այսինքն մենք ստեղ տեսնում ենք ինչ։ Մենք ստեղ տեսնում ենք մի արդարամիտ իշխանություն։ Մենք ստեղ տեսնում ենք, որ ուժեղ մարդիկ դրանք հարմար մարդիկ չեն, դրանք անհարմար մարդիկ են։ Ես անցյալ մեր հանդիպման ժամանակ սրա մասին ասացի։ Ուժեղ մարդիկ դրանք հարմար մարդիկ չեն, դրանք անհարմար մարդիկ են։ Եվ իշխանությունը միշտ չի սիրում ուժեղ մարդկանց։ Ցանկացած իշխանություն, մենք դրա մասին խոսել ենք։ Ինչ վերաբերվում է այս վերջի հիմար պատմությանը, դե եկեք ինքնայդ գնահատեք։ 2 տարի գործը հարուցված է։ Ինչի չեն մտնում դատարան։ Դե թող մտնեն դատարան։ Եթե կա փաստեր եւ եթե այդքան համոզված են իրենց վարկածի մեջ, թող մտնեն դատարան։ Մենք այսօր տեսնում ենք, որ ձգձգվում է եւ այն 3 հոգին, ովքեր որ բանտից դուրս են եկել, իրանք դուրս են եկել ընդհանրապես օրենքի ուժով, որովհետեւ 1 տարուց ավել չէին կարող պահել։ Բայց Վայջան, ճիշտ հասկացիր, ես չեմ խուսափում ոչ մի հարցից։ Ես պարզ ասել եմ, ոչ մի հարցից ես չեմ խուսափում։ Եթե խուսափեի ինչ-որ մի հարցից, մենք այսօր չէինք հանդիպի։ Ես չէի մտնել քաղաքականության մեջ։ Ընդհանրապես ոչ մի հարցից չեմ խուսափում։ Բայց մենք այսօր պետք է հասկանանք հարցերի կարևորությունը։ Մենք երկիր ենք կորցնում, մենք Արցախ ենք կորցրել, ինչ օֆշոր, ինչ բիզնես, ինչ այլ հարցեր։ Մենք պետք է խոսենք այն հարցերի շուրջ, որը
համազգային հարցերը։ Մենք խնդիր ունենք ամբողջ ազգի միասնության։ Մենք խնդիր ունենք ամբողջ հայության ներուժի միասնության։ Եվ ունենք մենք այդ ներուժը, եւ ունենք մենք այդ հնարավորությունը։ Եվ այդ ներուժից այսօր մեր թշնամին դողում է տեսնելով այս կամ այն երկրում մեր հայրենակիցների պահվածքը կամ պոտենցիալը դողում է, մենք չենք օգտագործում դա, մենք դա օգտագործելու ենք, դա մեր ներուժն է։ Պարոն Պողոսյան, մտքովս մի բան անցավ։ Ձեր կարգավիճակում գտնվող էլի նախկին պաշտոնյաներ կան, որոնց մի մասը այս պահին Մոսկվայում է։ Մի մասի տեղը չգիտենք ովքեր, ոնց անհետացան Հայաստանից, ոնց հասցրեցին դուրս գալ եւ հիմա որտեղ են գտնվում։ Դուք որ բոլորին ուզում եք միավորել, այդ մարդկանց հետ դուք այստեղ շփվում եք Մոսկվայում գտնվողներ, հիմա անունները չտամ։ Իրանք օրինակ ինչ չեն խոսում, ինչ չեն ուզում իրենք էլ օրինակ ակտիվը հնան, ինչի որոշեցիք այդ հետախուզվողներից միայն դուք կուսակցություն բացեք մտնեք քաղաքական պայքարի մեջ։ Վայ ջան, ես կարծում եմ հարցի հասցեատերը մի քիչ սխալ անտրված, երևի թե ինչ որ կերպ դուք պետք է այդ մարդկանց հետ ինքնեդ զրուցեք եւ հարցը ուղիղ տաք իրանց։ Մենք անում ենք մեր այն ծրագրերը, որը որ մենք գտնում ենք ճիշտ, եւ ես ինձ համարում եմ հայրենասեր մարդ։ Ես իմ ընկերներ, իմ թիմակիցները դա հայրենասեր մարդկանց միավորումը, միասնությունը եւ մենք դա ենք քարոզում։ Մենք դա ենք քարոզում եւ մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Այո, բոլորս մարդ ենք, կարող է ինչ-որ տեղ, ինչ-որ քայլերում երբևէ ոչ չկա անսխալ մարդ, բոլորս սխալներ գործում ենք։ Բայց մենք թաքցնելու ոչինչ չունենք, մենք պահելու ոչինչ չունենք։ Մենք պայքարում ենք մեր երկրի համար։ Մեր պայքարը արդար է։ Մենք ուզում ենք հայ պատիվը վերականգնենք։ Մենք ուզում ենք հայ գենը այսօր մեր թշնամին չվերացնի, չբնաջնջի։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում չգործի վարչախումբ, որը հանդիսանում է մեր թշնամու խամաճիկը։ Սա է մեր ուզածը։ Այս ժողովուրդը չպետք է թույլ տա, որ իրական Հայաստանը դառնա գործող վարչախմբի դավաճանության արդարացում։ Արցախահայությունը վերադառնալու է Արցախ եւ ապահովելու ենք բոլոր այն անվտանգային գոտիները, որը ապահովելու է Արցախահայության անվտանգությունը։ Պարոն Պողոսյան, երբ որ դուք ազգային ժողովում 18 թվականին քվեարկում եք Փաշինյանի օգտին, այդ ժամանակ չգիտեք կամ չեք մտածում, որ այդ Փաշինյանը գալու է եւ դավաճանություն գործի, եւ հոկտեմբերի 2-ին ես հիշում եմ, որ դուք ձեր խմբակցության այլ գործընկերների հետ, դուք եք Արփինե Հովհաննիսյանն էր, ձեր եղբայր Վահանն էր Հարությունյան, Շարմազանովն էր, Բարսանում եք Ղարաբաբլոյանի աշխատասենյակ, որպեսզի հանդիպեք Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչ եք ասել Նիկոլ Փաշինյանին, որ դրանից հետո Փաշինյանը այդպես լարվել է ձեր նկատմամբ։ Գիտեմ, որ բավականին կոշտ եք խոսել նրա հետ։ Շատ լավ։ Նախ եւ առաջ հարցազրույցի ժամանակ երկրորդ անգամ դու ակնարկեցիր, որ Նիկոլ Փաշինյանին 18 թվականին ընտրողներից մեկը եղել ես դու, պարոն Պողոսյան։ Այո, դա մեղք դա չի։ փաստ է։ Բայց մեղք է նաև, չէ՞։ Մեղք չի, պարոն Պողոսյան։ Բացի փաստ լինելուց։ Կամ ով էր ձեր ձեռքը բռնել, ասում պետք է գնաք քվեարկեք։ Հարցը տվեցիք։ Հիմա լսեք վայ ջան։ Ուրեմն կար քաղաքական որոշում։ Հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում։ Եվ մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսալուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելին ասեմ, քվեարկելուց առաջ ես հավաքել եմ իմ 300 հոգի թիմակիցներին, 300 սպարտացիներին, 300 հոգի թիմակիցներին, ովքեր որ ամենաակտիվն էին, եւ ցավոք նաեւ դրանցից մեծամասնությունը այդ
որոշմանը կողմ էր։ Եվ ես հանրապետական կուսակցության որոշման ներքո քվեարկել եմ այդ անձի վարչապետ լինելու օգտին։ Որ դառնա վարչապետ ու գնահանձնի Արցախը։ Ինչևէ, խնդիրը շատ պարզ էր դրված։ Խնդիրը դրված էր հետևյալ կերպ։ Մենք պարլամենտական երկիր ենք։ Եվ պարլամենտը դա վերադաս մարմին է կառավարության։ Եվ օրենքի ուժով 1 տարի հետո վարչապետին ազգային ժողովը կարող էր հայտնել անվստահություն։ Եվ ծրագիրը այդպես էր, որ 1 տարի հետո եթե գործող վարչապետը չկարողանա այնպես կազմակերպել պետության աշխատանքները եւ ազգային ժողովը լինի իր կառավարման շարունակության դեմ, ապա ազգային ժողովը անվստահություն էր հայտնելու գործող վարչախմբին։ Ինչը որ հոկտեմբերի 2-ին, երբ որ այո Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով, գործող նախարարներով հայտնվեց Արա Բաբլյանի աշխատասենյակում, որտեղ ես էի, ես պարզ ասեմ ինչ ա եղել։ Ինչ ա եղել, ինչ եք ասել նրան։ Ես ընդամենը իրան կանգնացրեցի եւ ասացի. «Էս ինչ եք անում։ Ինչի եք 5000 մարդ հավաքել ոտքի հանել»։ Ինքը ասեց հետեւյալը. ասեց որ պարոն Պողոսյան, սա արել եմ, որպեսզի տեսնեք, որ իմ հետևը մարդ կա կանգնած։ Ես ասացի, որ գիտեք, եթե պարոն վարչապետ, եթե մենք չտեսնեինք, որ մարդիկ ուզում են, որ դուք վարչապետ լինեք, հանրապետականը չէր ձայն տա եւ դուք չէիք դառնա վարչապետ։ Հանգստացրեք ժողովրդին, չի կարելի անել։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ջինը շշից դուրս է եկել։ Ես ասացի, պարոն վարչապետ, չի կարելի։ Դուք վարչապետ եք, նման կերպ խոսալ եւ պահել։ Սա եղել է մեր խոսակցությունը, ես միջև ես չեմ ասել այս խոսակցության մասին։ Սա եղել է մեր խոսակցությունը, ըստ երևույթի գործող վարչապետին դուր չի եկել, որ ես կանգնացնում եմ իրան ու ասում ժողովրդին հանգստացրու եւ դուրս անի ազգային ժողովից, այսինչ էս անում։ Այո, եւ դրանից հետո սկսվեց այն խնդիրները, դրանից հետո ազգային ժողովի ամբիոնից հայտարարվում է, որ Պողոսյան Միրանի տեղը ցույց տվեք, անձնական անուն տալով եւ այլն եւ այլն։ Եվ ունենք այն ինչ որ ունենք։ Այսինքն սա խնդիրը նրանում է, որ մենք պետական խնդիրները թողած անձնային խնդիրների մեջ ենք մտել։ Ինչ է պետք անել։ Ինչ անել եւ ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Ինձ թվում է ուղղակի մի քիչ կոպիտ տոնով եք ասել, պարոն Պողոսյան։ Անհապաղ ազատվել ապաշնոր եւ ազգադավ իշխանությունից, որը ինչպես ես նշեցի, դա միջանկյալ խնդիր է, որտեղ մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիր Ալիևի հետ նստել բանակցային սեղան։ Ամփոփենք, պարոն Պողոսյան, իհարկե դուք մի քիչ շատ մեղմ նկարագրեցիք, թե ինչ զրույց եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ես ինչքան գիտեմ, բավականին կոշտ եք արտահայտվել, երևի դրանից է եղածել, բայց եթե ամփոփենք, թե ինչ արեցիք եւ ինչ եք անելու, ապա 2026 թվականը սարի հետևում չէ, 1 տարի ընդամենը մնացել հերթական խորհրդարանական ընտրություններին, դուք առհասարակ այս մի տարվա մեջ որևէ շանս տեսնում եք քաղաքական process-ներ գեներացնելու, որը կհանգեցնի արտահայտ ընտրությունների, թե ի վերջո բոլորը արդեն համակերպվել են այդ մտքի հետ եւ թե դուք թե մյուս ընդդիմադիր ուժերը պատրաստվում են հերթական խորհրդարանական ընտրություններին եւ եթե դուք պատրաստվում եք, ապա ինչ ձևաչափով եք մասնակցելու, միայն ձեր կուսակցությամբ, թե դաշինքով, թե այլ ուժերի հետ ինչ որ համագործակցությամբ։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը միանշանակ մասնակցելու է թե արտահերթ, եթե այդպեսին կլինի, եւ թե հերթական ընտրություններին։ Ինչ վերաբերվում է շանսերին, թե մենք ինչ շանս ենք տեսնում
վերականգնելու այս իրավիճակը, ես նորից եմ ասում, մենք շանս չենք տեսնում, որ վարչախումբը կվերարտադրվի։ Եվ եթե Աստված մի արած է վարչախումբը վերարտադրվի, մենք կարող ենք մոռանալ հայոց պետության գոյությունը։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ էջը մենք չտեսնենք։ Մենք պետք է արագ կերպով ապաշնոր իշխանությանը ուղարկենք տուն եւ սկսենք մեր հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը սկսելու է Ալիևի հետ բանակցությունները։ Արդեն ունեք մոդելը, դուք մասնակցել եք միանձնյա թե շոր ուժերի հետ։ Դեռ շուտ է դրա մասին խոսել։ Մենք ցանկացած մոդելի կողմնակից ենք, որը ել ավել օգտակար կլինի մեր պետությանը։ Այսինքն դրա մասին այսօր վաղաժամ է խոսելը։ Քննարկումներ ունեք ընդդիմադիր ուժերի հետ, այդ թվում օրինակ նախկին նախագահների։ Պահ հենց կգա, դրա մասին կհայտարարենք, եթե այդպիսի կլինի։ Հիմքում ընկած է լինելու արդյունքը, որ ձևաչափը ավելի արդյունավետ կլինի, այդ ձևաչափով հայոց համազգային միասնություն կուսակցությունը կգնա ընտրություններին։ Բայց որ հայոց համազգային միասնություն կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է, դա անժխտելի փաստ է։ Վարչապետի թեկնածուն դուք եք լինելու։ Մենք խոսենք դրա մասին։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Պողոսյան Շնորհակալ եմ զրույցի համար։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։